2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա ազգային ժողովի ընտրությունները։ Քարոզարշավը արդեն մեկնարկել է եւ մի քանի օր է, ինչ քաղաքական ուժերը ներկայանում են իրենց ծրագրերով։ Մեր ուղին այսօր անդրադառնում է հենց այդ քարոզարշավին եւ տաղավարում մենք հյուրընկալել ենք Նոր Վանաձոր հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Այվազյանին։ Բարև ձեզ, պարոն Այվազյան, շնորհակալություն մեր հրավերը չմերժելու համար եւ հենց ամենասկզբից ինչու որոշեց Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը միանալ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Շնորհակալություն, այդ հարցին մենք ելի ենք անդրադարձել, հարգելի Ռոբերտ, ինչի Բարգավաճ Հայաստան կուսակցություն, որովհետեւ քաղաքական դաշտում տեսնելով արված եւ անելիք աշխատանքները մենք գտանք, որ Բարգավաճ Հայաստանը միակ կուսակցությունն է, ով ունի իրատեսական ծրագիր, առաջարկ Հայաստանի ծրագիրը, որը ամենակարևորը այդ առաջարկ Հայաստանի ծրագրի դրույթները վերցրվել են հենց ժողովրդի մեջ հարցումներ անելու արդյունքում, ստացել են խնդիրներ, հետո լավագույն մասնագետները զբաղվել են խնդիրների լուծմամբ եւ ստացել են մի ծրագիր Հայաստանի Հանրապետության զարգացման, որը որ մեր կարծիքով, իմ կարծիքով ամենաիրատեսական եւ միակ իրատեսական ծրագիրն է։ Հիմնական խնդիրը եղել է նա, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի շեշտը դնում է մարդկանց գերագիտության վրա, մարդկանց կարողությունների վրա, այլ ոչ թե իրենց թիմակից կամ իրենց բարեկամ հարազատ լինելու վրա, եւ ես կարծում եմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագիր իրականացնելու հնարավորությունը, եթե տրվի այդ ծրագիր իրականացնի, Հայաստանի Հանրապետությունը դրանից շատ է շահելու։ Եվ որոշումը հետեւաբար պայմանավորված էր այդ կուսակցության, որտեղ մենք հավատացինք եւ հավատում ենք միայն այդ կուսակցությանը։ Տարիներ առաջ ձեր անունը ասոցացվում էր նաեւ իշխող ուժի հետ, սա քաղաքական հաշվեհարդար, թե ուղղակի ավելի վաղ համագործակցության արդյունք էր միացումը Բարգավաճ Հայաստանի։ Քարոզարշավի ժամանակահատվածում այդ հարցը շատ է քննարկվելու, շատ են այնպիսի մարդիկ, ովքեր վատաբանելու համար կփորձեն ասել ժամանակին ԿՊ կամ իշխանության հետ համագործակցել է։ Ես ոչ ոքի հետ քաղաքական առումով չեմ համագործակցել։ 2021 թվականի ընտրություններից հետո աշխատելով որպես պաշտոնյա իմ պետական աշխատանքն եմ իրականացրել, որի համար ես ինձանից գոհ եմ, որտեղ շատ լավ եմ իրականացրել, իսկ համագործակցել որ իշխանության հետ, այն իշխանության հետ, ով որ գալիս է եւ հեռուստատեսությամբ եթերների միջոցով մի ամբողջ քաղաքի խափում է եւ ասում է ձեր նիստը կկայանա, ձեր հարցերը կլուծվի, բայց վերջում չի լուծվում։ Մի իշխանության հետ ով միայն PR-ով է զբաղված եւ երբ մտնում ես քաղաքացիների խնդիրները են բարձրաձայնում, դա չի լուսաբանվում, այլ լուսաբանվում է միայն իրենց շատ սիրելու մասին ինչ որ սարքված նյութեր։ Մի իշխանության հետ ովքեր ավականիստերի ժամանակ գալիս է ներկայացնում է այլ բան, որ Վանաձոր քաղաքում 35 միլիոն դոլար ներդրում է անելու, հետո պարզվում է այդ գումարները նույնիսկ չկա։ Նման իշխանության հետ ես չէի կարող համագործակցել, իսկ իմ համագործակցությունը նախկինում եղել է միայն իմ աշխատանքի բնույթից ելնելով եւ ավելին ասեմ, եթե ես այդ իշխանության հետ սա այն մարդկանց եմ ասում, ովքեր ինձ համարում են, որ ես իրենց շարքերով եմ եղել, եթե ես իրենց հետ համագործակցեի, ես այն խնդիրները չէի ունենա, որոնք ես ունեցել եմ ամբողջ քաղաքի, ամբողջ Հայաստանն է տեսել։ Հետեւաբար ես բոլոր հիմքերը ունեմ եւ բոլոր գրագետ խելացի մարդիկ այդ հիմքերը ունեն իմանալու, որ ես իրենց հետ որևէ քաղաքական համագործակցություն չի եղել։ Ես իմ աշխատանքն եմ կատարել, որը կատարել եմ լավ, բայց հետագայում իրենց այդ խնդիրները բերել են նրան, որ ես արդեն ոչ թե հաշվեհարդար, հարդար քաղաքական, այլ ուզում եմ բոլոր իրերը իրենց անուններով կոչվել եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմա էլ քարոզարշավով զբաղվելով ես ցույց եմ տալիս այն ամեն ինչը չի իրականացվել մեր մարզում եւ մեր քաղաքում եւ ընդհանրապես մեկ դիտարկում կուզենամ անել, որ քարոզչական շրջանը նրա համար է նախատեսված, որպեսզի մարդիկ գան, նստեն, ծրագրեր ներկայացնեն, քննարկումներ անեն, լսեն նաեւ քննադատություններ, թե ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը։ Բայց հակառակը տեսնում ենք, որ ի տարբերություն Բարգավաճ Հայաստան կուսակցության, ով ամեն օր քարոզարշավների մասնակցություն գյուղական համայնքներում, նաեւ Վանաձորի միացված, նաեւ քաղաքում եւ լսում են ժողովրդի խնդիրները, մարդիկ շոուով եւ ինքնափիարով են զբաղված եւ դա ինձ համար առնվազն ծիծաղելի է, որովհետեւ
ես հանրորեն նաև բանավեճի առաջարկ եմ արել, որը դեռևս արձագանք չկա, եւ արձագանք չելնելու դեպքում ես միայնակ խոսեմ այդ խնդիրների մասին, ուզում եմ ասել, որ բազմաթիվ խնդիրներ կան թե Վառնաձորում, թե Հայաստանի Հանրապետությունում, որոնք հրատակ լուծման կարիք ունեն, իսկ այդ խնդիրները կարող է լուծել միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Արդեն մի քանի օր է, ինչ ընթանում է քարոզարշավը եւ տարբեր բնակավայրերում հանդիպումներ կա, տարբեր թաղամասերում իրականացված ձեր քարոզչության շրջանակներում։ Ինչ խնդիրների եք հաճախ բախվում եւ ինչ հարցեր են բարձրացնում քաղաքացիները ու առհասարակ ինչպես են ընդունում, ինչպես է ընթանում այս քարոզարշավը։ Քարոզարշավը արդեն մի քանի օր է սկսվել է, մենք տարբեր քաղաքների, տարբեր թաղամասերում ենք եղել, ասեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմի շատ ջերմ են ընդունում, որովհետեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այն միակ թիմն է, ով այս հասարակության ժողովրդի համար բացի բարի գործերը, լավ բաները առաջ բան չունի եւ իշխանություն էլ չի եղել մեծարումով, որ իրենց դժգոհություն ունենան, մեզ շատ ջերմ լավ են ընդունում, բայց իրականում կուզեմ նշել, որ ժողովրդի մեջ լուրջ դժգոհություն կա, այն ամենը ինչ ասում է, որ ամեն ինչ լավ է, մեր երազած երկրով գնում ենք եւ մարդիկ շատ ջերմ են, զարգանում է քաղաքը, խնդիրներ չկա, այդպես չէ, բազմաթիվ խնդիրներ կան։ Իսկ մարդկանց հետ շփվելու ընթացքում մենք խնդիրներն ենք վերհանում եւ նաեւ տեղում իրենց մեծ առաջարկներն են լուծումների ասում, բայց մեծ առումով ինձ համար ամենակարևոր խնդիրը նա է, որ մեր հասարակության մեջ կա խորը հիասթափություն եւ ամեն ինչին որպես շոու ձևականություն նայելու այսպեսի տենդենս կա եւ մարդկանց հետ եւ մենք զրուցում ենք, ասում ենք ինչ խնդիրներ կա ձեր թաղամասում, ձեր համայնքում, իրենք կարծում են, որ մենք մյուսների պես նույնպես գնացել ենք նկարվելու, ինքնափիառով զբաղվելու, երբ հասկանում են, որ մենք ռեալ պատկերացնում ենք, թե բազմաթիվ խնդիրներ ոնց է լուծվելու, արդեն ներկայացնում են մեզ այն խնդիրները, որը կա, ասեմ դրանք բազմազան են, շատ են, մի մասը կախված է տեղական մակարդակով, մի մասը նաեւ հանրապետական մակարդակով, բայց ժողովրդի հետ շփումները մեզ տալիս է հստակ մի բան, որ այն որ հիմա ներկայացվում է, որ ամեն ինչ իդեալական է, լավ է, խաղաղությունը մենք ապահովել ենք, մնում է կամանց զարգանալով լուծում ենք, ուզում եմ հիասթափեցնել ցավոք սրտի եւ ասել, որ մարդկանց մոտ տպավորությունները այդպեսի չեն, մարդիկ այսօր հանգիստ են թե խաղաղությունից, թե իրենց օրեցօր ավելացող պետական պարտքից, թե իրենց թաղամասերում ասված, բայց դեռևս երկար տարիներ չարված գործերից եւ այդ գնահատականները մենք հնչեցնելու ենք նաեւ քաղաքացիների։ Մի խոսքով ակտիվ զրույց եք ծավալում։ Մենք ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ենք իրականացնում քաղաքացիների հետ, իհարկե եւ ակտիվ եւ անկեղծ եւ լուսաբանում ենք քարոզչական մեր նախընտրական քարոզությունից այն, որ մենք այդ թաղամասերում եղել ենք, լսել ենք խնդիրները, բայց առանձին հետագայում նաև առանձին ներկայացնելու ենք այդ խնդիրները, որոնք որ մեզ հարցնում են եւ տալիս են, հենց դրա համար էլ մեզ որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության քարոզչությամբ զբաղվող անձ դրա համար բանավեճի հրավեր եմ արել, իմաստը կայանում է նրանով, որ այդ խնդիրները, որոնք մեզ բանաձորությունները տալիս են եւ մենք տեսնում ենք, որ իրենք ճիշտ են եւ այդ հարցերը լուծված չի, ուզում ենք որ պատկան մարմիններից գան եւ այդ հարցերին պատասխանեն։ Եթե իրենք այդ հարցերի պատասխաններ ունեն, անհանգստանալու բան չունեն, ժողովրդին խաբելու բան չունեն, ես չեմ գործում որևէ պատճառ, որ այդ ամենից խուսափելու համար։ Իսկ եթե մեկ անգամ եւս կարևոր բան եմ ուզում նշել, եթե կասեմ, որ դա այն մարդիկ չեն, ում հետ մենք այդ հարցը պետք է քննարկենք, իրենք ասում են, որ Վանաձորցին իրենց ամենագերագույն մարդն է, Վանաձորցին, իսկ մենք այն մարդիկն ենք, ովքեր շփվում են օրական հարյուրավոր քաղաքացիների հետ, խնդիրներ ենք բարձրացնում եւ այս կոնտեքստում բանավեճից խուսափելը կամ խնդիրները լսելուց խուսափելը կարծում եմ ընտրությունները իր գնահատականը ունենալու է։ Նաեւ ինչու՞ չէ Վանաձորցի եք։ Պարոն Այվազյան, շատ վաղուց եք զբաղվում քաղաքականությամբ, նույնիսկ 2012 թվականին դարձյալ Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրված եք եղել նաև թեկնածու, ինչով է առանձնանում այսօրվա քարոզարշավը անցած քարոզարշավներից։ Այս քարոզարշավը առանձնանում է նրանով, որ մենք հասարակությանը ներկայացնում ենք իրար հակասող խաղապարախոսություններ, այսինքն իշխանությունն ասում է խաղաղություն է, մենք պետք է պահենք, տեր կանգնենք մեր խաղաղությանը, ընդդիմությունն ասում է խաղաղությունը երաշխավորված չէ։ Սակայն ամենակարևոր դրվագը իմ կարծիքով այս քարոզարշավի որ վատ է նա է, որ մենք բացի իրար հակասող բաները, մենք չենք ասում, թե տարբերակները ինչպես են այդ խաղաղությունը տեր կանգնելու կամ ընդդիմությունը ինչպես է այդ խաղաղությունը երաշխավոր։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հստակ ասում է, մենք կողմ ենք նույնպես խաղաղությանը ավելի շատ, քան յուր ցանկացած այլ կուսակցություն։
Չկա այդպիսի բան, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չընտրեց պատերազմ լինելու։ Դա հորինված միֆ է, դա խաբերություն է ժողովրդին, մարդկանց, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ասում է, մենք ուզում ենք խաղաղություն, բայց երաշխավորված։ Մենք չենք ուզում խաղաղություն, որը կարող է 1 օր, 2 օր հետո այդ խաղաղությունը չլինի եւ մեզ ասեն կներեք այդ խաղաղությունը չեղավ։ Մենք ուզում ենք երաշխավորված խաղաղություն, մենք ուզում ենք տնտեսությունը զարգանա, մենք ուզում ենք մարդիկ լավ ապրեն։ Այդ թե ինչպես, մենք նաեւ դրա լուծումներն ենք առաջարկում։ Ի տարբերություն այն քարոզարշավի մասով ինչի սա ասացի, որտեղ մենք տեսնում ենք, որ իշխանությունը միայն ասում է, եթե ուզում եք խաղաղություն, դեր կանգնեք խաղաղությանը եւ ուզեմ նաեւ մի բան կարեւոր բանի անդրադառնալ, որտեղ այս կառավարությունը առանձնանում է նաեւ ամենավատ դրսևորումներով, անձնական բնույթի մարդկանց ընտանիք մտնելու վիրավորական արտահայտություններով, չգիտես ինչի նաեւ ուղղորդվում է վախի մթնոլորտ ստեղծելով մարդկանց որոշակի շրջանի վրա եւ ես համոզված եմ, որ նման աշխատելավոճով, նման քարոզարշավով հաջողություն չի ունենալու, որտեղ մեր քաղաքացիները վաղուց արդեն չեն վախենում այդ իրավիճակներից եւ մեր քաղաքացիները իրենց ճիշտ գնահատականները կտան։ Համոզված եմ, որ մեր քարոզարշավի ընթացքում մենք կներկայացնենք Բարգավաճ Հայաստան կուսակցության այն ծրագրերը, որոնք մենք պատկերացնում ենք ազգային ժողովում մեծամասնություն ունենալու դեպքում եւ այդ ծրագրերը բոլորն էլ իրատեսական են լինելու, որտեղ նորից եմ կրկնում, վերցրված են ժողովրդի հարցումների, ժողովրդի ստացել են խնդիրներ, մասնագետների միջոցով լուծումներ են առաջարկել եւ այդ լուծումներով ծրագիրը ներկայացնում ենք ժողովրդի դատին, որպեսզի ժողովուրդը կարողանա ընտրություններին իր կարծիքը ասի։ Ընտրություններից առաջ Բարգավաճ Հայաստանը, մասնավորապես հենց Գագիկ Ծառուկյանը, հանդես եկավ մի գաղափարով առաջարկ Հայաստանի, որի հիման վրա էլ դուք միացաք այդ կուսակցությանը։ Այ ինչով է առանձնանում առաջարկ Հայաստան այդ ծրագիրը, առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ ինչ դրույթներ է հիմնականում ներառելու, եթե դրանք կյանքի կոչվեն, իշխանություն ձևավորեք եւ այլն եւ այլն։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը արդեն ես ասացի, որ խնդիրները բարձրաձայնելուց հետո ժողովրդից առաջարկ Հայաստանի ծրագիրը մասնագետներն են կազմել, ներառում է 10 դրույթ, որոնց մեջ վերաբերում են բազմատեսակ ոլորտներին, գյուղատնտեսությանը, մեր տնտեսությանը, երիտասարդությանը, սպորտին, թմրամոլության դեմ պայքարին է ներառում, տնտեսությանն է ներառում, նաև ժողովրդի հոգսերը թեթևացնելուն է ներառում, որպեսզի ես մի քանի կետ առանձնացնեմ, օրինակի համար առաջարկ Հայաստանի ծրագրում նախատեսված է, որ քանի որ մենք տեսանք պատերազմ եւ կորոնավիրուսային հիվանդություն, առաջարկ Հայաստանի ծրագրին եւ պարոն Ծառուկյանի առաջարկությամբ նաև մինչեւ 3 միլիոն դրամ վարկերի նաև արտոնություններ տրամադրել քաղաքացիներին, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ մինչև 3 միլիոն դրամ վարկեր ունեն եւ կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով չեն կարողացել գումարներ վաստակել եւ այդ վարկերը փակել, ինչի արդյունքում հայտնվել են վատ վիճակում, այդ ամեն ինչը համաներվի, լուծվի, մարդիկ ազատվեն հարկային բեռից, որպեսզի իրենք կարողանան դրանից հետո որոշակի արդեն նոր սկիզբ սկսել եւ իրենց ֆինանսական հարցերը կարգավորել։ Երկրի համար որպես առաջարկ Հայաստանի ծրագիր տնտեսական առումով մենք ընդ բազմաթիվ կետեր ունենք նշած, բայց առանձին չեմ ուզենա հիմա կետերն անդրադառնալ, որովհետեւ մի ամբողջ եթեր ես հետագայում անդրադառնալու եմ։ Մենք կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախաձեռնությունները, որը հիմա էլ նախաձեռնվում է Քրիստոսի արձանի կառուցումը լեռան վրա, հատից լեռան վրա եւ այդ գործողությունը բերում է նրան, որ մենք դրանով նույնպես տնտեսության ուզում ենք զարգանալ։ Եթե մենք կառուցում ենք միտեղ մի տուրիստական կենտրոն, որը որ արդեն մարդիկ չեն գնալու Բրազիլիա, գալու են Հայաստան, դա բերելու է մեծ տուրիստներ, դա բերելու է մեծ փողեր, որ մարդիկ գալու են եւ այդ գումարները ծախսելու են Հայաստանի Հանրապետությունը եւ դրանից օգտվելու են արդեն տարբեր բնակավարի մեր քաղաքացիները, այսինքն տուրիզմի զարգացումը մեր առաջարկ Հայաստանի ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է եւ ամեն ինչ արվում է նրա համար, շատ մեծ աստղաբաշխական գումար է դրվում այդ արձանի կառուցման համար նրա համար, հետագայում նույն տուրիստները գալով Հայաստան իրենց գումարները ծախսեն, տնտեսությունը զարգանա, օգտվեն այդ գումարներից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ արդեն այդ գումարները մտնեն Հայաստան։ Սա ինչի է օրինակը բերեցի, որտեղ մենք ոչ միայն ասում ենք այդ առաջարկների մասին կամ ծրագրային, այլ հաստատի իրականացնում են։ Միջայլոց այս ամիսն մայիսի 25-ին եւ 26-ին Վանաձորից ովքեր կցանկանան, որ մասնակցեն այդ արձանին տեսնեն, տեղում լինեն, տեղում ծանոթանան, հիանան այդ
մեծ գործով, մենք նույնպես հրավիրում ենք, կարող են դիմել, մենք կազմակերպելու ենք, տանելու ենք, այնտեղ բերելու ենք եւ այդ ամեն ինչը ցուցադրելու ենք, որպեսզի մեր հասարակությունն էլ իմանա, թե այդ ինչ մեծ գործ է արվում, որը նպաստելու է Հայաստանում туриզմի զարգացմանը։ Ձեր խոսքի մեջ անընդհատ նշում եք մենք։ Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը ընտրություններից հետո պիտի շարունակի համագործակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, այ եթե հաջողի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իշխանությունում մաս կազմելու է, թե ոչ։ Նոր Վանաձոր հասարակական կազմակերպությունը հիմա համագործակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, ասում եմ մենք, քանի որ ես եմ իրականացնում Վանաձորում այդ համակարգչական գործունեությունը, իսկ ընտրություններից հետո իհարկե մենք ունենք ելի ընտրություն, համագործակցության ցանկությունը կա, բայց փաստացի համագործակցություն կլինի թե ոչ, դա արդեն ցույց կտա ժամանակը եւ ընտրության արդյունքները, եւ կարծում եմ, որ այն ծրագրերը, որոնց մասով իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մեզ առաջարկել է քաղաքի մասով առնվազն, որտեղ մենք տեղային մակարդակով ենք գործելու, մենք համագործակցություն ունենալու ենք եւ այդ ծրագրերը մենք Վանաձորում նույնպես իրականացնելու ենք։ Այսինքն բուրըն տարվա ավարտ է նաև սպասվում Բարգավաճ Հայաստանի հետ։ Ինչու պիտի քաղաքացին վստահի հենց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Շատ կարևոր հարց է, որտեղ քարոզարշավի ընթացքում այդ նույն հարցը ես նախ ինձ եմ տվել Բարգավաճ Հայաստան միանալուց հետո, միանալուց առաջ եւ հիմա էլ քաղաքացիներն այդ նույն հարցի պատասխանը ես տալիս եմ։ Որովհետև Բարգավաճ Հայաստան կուսակցությունը միակ կուսակցությունն է, ով քաղաքացիների հետ անկեղծ է, ով քաղաքացիներին բացի խնդիրներ առաջարկում է նաև լուծումներ, ում ղեկավարը Բարգավաճ Հայաստան կուսակցության այս ամբողջ տարիների ընթացքում զբաղվել է մեր քաղաքացիների հոգսը թեթևացնելով եւ չի զբաղվել քաղաքացիների համար խնդիրներ ստեղծելով։ Ինչի պետք է ընտրի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուզում է խաղաղությունը երաշխավորված, ուզում է տնտեսությունը զարգացող եւ ներկայացնում է մի ծրագիր, որի մեջ որևէ խաբեություն չկա։ Ինչի եմ ես դա կարևոր է շեշտում, որովհետև մեր բոլոր ծրագրային դրույթները հիմնված են հաշվարկի, տնտեսության եւ մաթեմատիկայի վրա։ Այսինքն, եթե մենք ասում ենք, որ туриզմը պետք է զարգացնենք, մենք արդեն զարգանում ենք այն արձանը, որը զարգացնելու է, եւ մենք բառեր չենք ասում։ Եթե մենք ասում ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա նշանակում է, որ մենք ուզում ենք խաղաղություն, բայց երաշխավորված ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ երկրների կողմից, ովքեր դրա ավելի մեծ կշիռ ունեն եւ այդ հարցը կարողանան լուծել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ինչի պետք է ընտրեն, որովհետեւ գործող իշխանությանը հնարավորություն չտալու նման դեպք շարունակելու դեպքում ընդդիմություն ընտրելը պարտադիր է։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմադիր դաշնում միակ կուսակցություն է, ով իր գործունեության ընթացքում երբևիցե ժողովրդին չի լքել, չի խաբել եւ ժողովրդի խնդիրները միշտ առաջնային իրենց մոտ եղել են առաջնային։ Եվ ամենակարևորը ուզում եմ նշել, որ հիմա տեսնելով այս քարոզարշավի ընթացքը եւ մարդկանց վերաբերմունքը մեր հանդեպ, մենք նույնպես շնորհակալ ենք, որտեղ այդ վստահությունը մենք տեսնում ենք եւ մենք նույնիսկ քարոզարշավի ժամանակ չենք անելու քարոզարշավ, որը հետագայում բերի նրան, որ մենք դա արել ենք քարոզարշավի համար ժողովրդին խաբելու համար։ Օրինակ մենք հանդիպումներին հարգելի Ռոբերտ չենք գնում մեր հետի մարդկանցով իրար բարևում, ողջագուրվում, նկարվում, ցուցադրում ենք, գնում ենք ընդհակառակը։ Ես կոնկրետ որպես քարոզչական բլոկի ղեկավար ասում եմ, ինձ ասեք թղամասեր, որտեղ մեզ չեն համակրում, ես ուզում եմ զրուցեմ իրենց հետ այդ խնդիրներն իմանամ։ Մեր խնդիրը նա է, որ մենք խնդիրներն իմանանք, բարձրաձայնենք եւ լուծումները թե տեղային մակարդակով, թե Հայաստանի Հանրապետության մակարդակով լուծումներ առաջարկենք։ Իսկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընտրելու դեպքում հունիսի 7-ին համար 7-ին ընտրելու դեպքում ես համոզված եմ, որ մեր երկրում եւ մասնավորապես Վանաձորում լուրջ ծրագրեր են սպասվում եւ ամենակարևորը նա է, որ ցանկացած պաշտոնյա նշանակվելու է իր խելքին եւ կարողություններին համապատասխան, այլ ոչ թե նորից եմ կրկնվում ինչ որ թիմում լինելու կամ մեկի հարևան կամ բարեկամը լինելու սկզբունքով։ Լինելով ակտիվ քաղաքականության մեջ շատ երկար տարիներ, ինչ սպասելիքներ ունեք առաջիկա ընտրություններից։ Ընտրությունները կանխատեսելը մի քիչ բարդ process է, բայց իմ սպասելիքները մեր ժողովրդից դրական են, այն առումով, որ կարծում եմ, որ իշխանության համար չեն քվեարկելու, որովհետև բավարար է արդեն այն ամենը, ինչ մենք տեսել ենք այս ամբողջ ժամանակահատվածում, որովհետև վերջին 8 տարվա մեջ ոնց որ ասես Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը մի բան ասեք, որ դուք արել եք։ Եվ իրեն կարողացան պատասխանել միայն ճանապարհները, ընդ որում մի մարդ ասեց, ով բողոքում էր այն ճանապարհներից։ Եվ այդ ամենը ցույց տվեց, որ եթե նույնիսկ ճանապարհներ կամ մանկապարտեզներ վերանորոգվում են, դրանք պետական պարտքի
մեծացման հաշվին են վերանորոգվում, եւ իմ սպասելիքները այս ընտրություններից նաեւ որ մեր հասարակությունը ճիշտ գնահատական պետք է տա գործող իշխանությանը եւ գործող իշխանության այն որդեգրած մոտեցմանը, որ իրենց ամեն ինչ կարելի է, եւ ես հույս ունեմ, որ մենք հունիսի 7-ին ունենալու ենք արդեն իշխանության փոփոխություն եւ այդ փոփոխությունը բերելու է նրան, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ունենալու է մեծամասնություն եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության միջոցով իրականացվելու են Հայաստանի Հանրապետության լուրջ սկզբունքային փոփոխություններով լի ծրագրեր։ Բացառիկ հնարավորություն ունեք նաև կոչով դիմելու։ Դեռևս քարոզարշավը շարունակում է, ես հուսամ, որ մենք էլի կհանդիպենք, բայց ինչ կոչով հանդես կգաք այս պահին։ Ես ուզում եմ մեր սիրելի քաղաքացիներին կոչով դիմելու փոխարեն ընդհանրապես խնդրանք ասել, քանի որ մենք քարոզարշավը նոր է սկսել, դեռ շատ ենք հանդիպելու, ես ուզում եմ մեր սիրելի վանաձորցիներին եւ ընդհանրապես մեր մարզի եւ Հայաստանի բնակիչներին, մասնավորապես մարզի եւ Վանաձորի դեպքում այստեղ մի բան խնդրել։ Ժողովուրդ ջան, չի կարելի թողնել, որպեսզի ձեզ մոլորեցնեն։ Չի կարելի ընտրությունների օրերին, երբ որ մարդիկ երկար տարիներով այդ խնդիրը չեն բարձրաձայնել, չեն լուծել, գան լուծումներ առաջարկեն եւ ձեզ հավատացնեն, որ ամեն ինչ նորմալ է։ Չի կարելի որ թույլ տալ, որ գան ձեզ ասեն, որ իրենց այն ամեն ինչը որ իրենք պարտավոր էին անել եւ արել են, դա վերագրեն որպես լավ աշխատելու արդյունք եւ վերջապես չի կարելի որ ասել բաներ, որոնք սուտ են բացահայտ, որ այդ ամեն ինչը արվելու է եւ հետո անպատասխան թողնել եւ նորից գալ ժողովրդի մոտ ասել մենք խնդրում ենք ձեր քվեն տվեք մեզ։ Ես կոչ եմ անում եւ ժողովրդին խնդրում եմ, որ իրենց վիճակները գնահատեն փաստերով եւ իրեն ձայնը տալուց առաջ ցանկացած կուսակցության իմանան, որ այդ կուսակցությունը առաջի հերթին պատասխանատվություն է կրում այդ ամենի համար, քան ինչ որ առավելություններ։ Եվ կցանկանամ, որ նաև անհաջողություններին ասել պարտադիր մասնակցեն ընտրություններին, որտեղ մեզ համար ընտրություններին մասնակցելը քաղաքացիների դիրքորոշում է, եւ մասնակցությունը շատ կարևոր ցուցանիշ է, եւ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ընտրություններին եւ իր կարծիք հայտնել ընտրությունների միջոցով։ Թե ինչպիսին կլինի արդեն ընտրություններից հետո Հայաստանը բարգավաճ, լուսավոր, հզոր, թե խաղաղ ցույց կտա ժամանակը։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, իմ հյուրն էր Նոր Վանաձոր հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Այվազյանը։ Կհանդիպենք եթերում առայժմ։